Քանի որ առաջին անգամ ենք քո հետ առհասարակ հարցազրույց ունենում, մի փոքր կպատմես քո մասին ու ինչպես ես ընտրել այս սպորտաձևը։ Սպորտաձևը ես ընտրել եմ զուտ մեր բնակլիմայական պայմաններից ելնելով, որ մոտավորապես 6-ից 7 ամիս այստեղցյուն է, հնարավորություն է ընձեռվում դահուկով զբաղվել։ Ինչ-որ մեկին ունեցել եք մանկուց ձեր համար օրինակ ու փորձել եք նմանվել դրա համար, օրինակ թեկուզ հայ մարզիկներից։ Ոչ, մանկուց ինչ-որ չեն եղել, բայց որ հենց սկսել եմ պարապել, իմ համար օրինակ են եղել իմ ներկա մարզիչի տղան, Սերգեյ Միքայելյանը, հենց իրան նայելով, ոգևորվելով, որ ինքն էր մեր թիմի ամենալավ մարզիկը, զուտ դրանով։ Սա արդեն քո 4-րդ օլիմպիական խաղերն է։ Ինչով է տարբերվում առաջին անգամ օլիմպիական խաղերին գնալու, արդեն 4-րդ անգամ գնալ, արդեն սովոր ես։ Սկզբի օլիմպիական խաղերը, որ կայանալու էր Սոչիում, ես առաջի անգամ այդպիսի մեծ մրցաշար մասնակցելու էի օլիմպիական խաղերին ու իմ համար համ հեշտ էր ու համ էլ կային դժվարություններ, ուղղակի զուտ նրա համար, որ ես դեռ փորձ չունեի։ Իսկ հիմա իմ համար շատ հեշտ է, ես փորձ ունեմ ու մասնակցել եմ արդեն մոտ 3-րդ 3 անգամ օլիմպիական խաղերի, աշխարհի առաջնությունների, տարբեր վարկանիշային մրցումների ու դի որ այս մեկն իմ համար սովորական է, որպես մրցաշար, բայց օլիմպիական խաղերը ցանկացած մարզիկի համար ամենակարևոր մրցումներից մեկն է։ Դու գիտակցված պատրաստվես ցանկացած մրցաշարի, դա լինի օլիմպիական խաղեր, աշխարհի գավաթ, աշխարհի առաջնություն, պետք է գիտակցած մոտենաս տվյալ գործին, որ ոչ մի բան չխանգարի։ Առաջիկա օլիմպիական խաղերի համար ինչպես ես պատրաստվում, ինչ է փոխվել քո առօրյայում, որ մոտենում է օրերը։ Լարվածություն է ու պատասխանատվություն, որ ներկայացնում ես քո երկիրը ու քեզ նայելու են շատ մարդիկ ու համ քննադատելու են, համ ոգևորելու են, բայց այդ ամենը ես շատ քիչ եմ մտածում դրա մասին։ Օլիմպիական խաղերի գնալու ճանապարհին ինչ զոհողությունների եք գնում, որը տեսանելի չէ, ոչ մեկ չի տեսնի, այդ ամեն ինչը, այսպես ասած, կադրից դուրս է մնում։ Մենք հենց գարնանից հետ սկսում ենք պարապել, մեզ ավադակներով պարապելուց մեզ տեսնում են ընդամենը մի քանի վայրկյան մարդիկ, իսկ դրանից ենքով ոչ մեկ չի տեսնում մենք ինչ ենք անում, մենք շատ ահռելի գործ ենք անում։ Թե պարապում է, ոչ մեկ չի կարա բացատրի այն զգացողությունը, որ մենք ենք զգում ու ցանկացած եղանակին ցուրտ է, տաք է, շատ դժվար է, այդ մենակ մենք ենք զգում։ Երիտասարդ աղջիկներին, ովքեր ցանկանում են սպորտով զբաղվել, թեկուզ դահուկային սպորտով զբաղվել, ինչ կառաջարկեք անեն ու ինչ ուղերձ կուղեք։ Առաջարկում եմ քննադատ պարապմունքներ ուշադիր լինեն մարզիչների հրահանգներին, շատ ուշադիր, որովհետև եթե մի բան բաց թողեն հանկարծ շատ դժվար կլինի հետո վերականգնվելը, թեկուզ տեխնիկական, տակտիկական խնդիրներ կան, որը պետք է դրա մանրակրկիտ դրանցով պետք է անցնել պարտադիր։ Իսկ ինչ է փոխվելու ըստ քեզ ֆեդերացիայում, երբ որ ֆեդերացիայի նախագահն այս պահին կարծում եմ գիտես, որ հրաժարական է տվել, պետք է նոր ֆեդերացիայի նախագահ ընտրվի, ինչ կփոխվի դահուկային սպորտի մեջ առհասարակ այս փոփոխությունների արդյունքում։ Ես ուզում եմ, որ ոչ մի բան չփոխվի, մեր ֆեդերացիայի նախագահն ինքը մինչև վերջի օրը, ինչ որ իրան տրված էր, ինչքան որ կարող էր, ինքը իր գործին գիտակներ ու ինքը պրոֆեսիոնալ էր։ Ես ուզում եմ, որ եթե ինչ որ մեկին էլի պիտի լինի մեր ֆեդերացիայի նախագահն, լինի մեր Ինգեր Սարգսյանի նման։ Հետևել, ոգևորել եւ ուզում եմ, որ ուղիղ հեռարձակումով ցույց տան Հայաստանում այդ մրցումները, որովհետեւ շատ հետաքրքիր է։
Ձմեռային մասաձևերը։ Hi everyone, I'm in Ashotsk, Armenia, in the heart of winter, covering our ski Olympians, and this video report is free for everyone. The Armenian report is fully reader funded, and your monthly support helps us bring stories like this from Armenia and the diaspora. If you can, consider becoming a monthly supporter and help keep independent Armenian journalism alive.